Եթե ձեր աստվածաշնչները ունեք ձեզ հետ, խնդրում եմ բանալ Սաղմոս 51. Please turn your Bibles with me to Psalm 51. Սաղմոս 51. Սա Տիրոջ խոսքն է, որ ընթերցում ենք։ Երկողների գլխավորին Դավիթի Սաղմոս, երբ որ Նաթան մարգարեն նրա մոտ եկավ, երբ որ նա Բերսաբեի մոտ էր մտել։ Ողորմիր ինձ Աստված, քո ողորմության պես եւ քո մեծ ողորմության պես ջնջիր իմ անօրենությունները։ Իսպար լվա ինձ իմ անօրենությունիցը եւ սրբիր ինձ իմ մեղքից։ Որովհետև ես ճանաչում եմ իմ անօրենությունները եւ իմ մեղքը ամեն ժամանակ իմ առաջին է։ Միայն քեզ դեմ մեղանչեցի եւ չարը քո աչքի առաջին գործեցի, որ դու արդար լինես քո խոսքերում եւ մաքուր լինես քո դատաստաններում։ Ահա ես անօրենությունով եմ ծնվել եւ մեղքով հղացավ ինձ իմ մայրը։ Ահա դու սիրում ես ճշմարտությունը երիկամունքներում եւ ծածուկ տեղը իմաստություն կսովորեցնես ինձ։ Սրբիր ինձ զոպայով եւ ես մաքուր կլինեմ, լվա ինձ եւ ձյունից սպիտակ կլինեմ։ Լսել տուր ինձ ցնծություն եւ ուրախություն, թող ցնծան այն ոսկորները, որ կոտրատեցիր։ Երեսը թաքցրու իմ մեղքերիցը եւ իմ բոլոր անօրենությունները ջնջիր։ Սուրբ սիրտ ստեղծիր ինձանում, ով Աստված, եւ ուղիղ հոգի նորոգիր իմ ներսումը։ Դեն մի գծել ինձ քո երեսից եւ քո սուրբ հոգին մի վերառնել ինձանից։ Դարձյալ տուր ինձ քո փրկության ուրախությունը եւ կամավոր հոգովը հաստատիր ինձ։ Ապա անօրեններին կսովորեցնեմ քո ճանապարհները եւ մեղավորները ետ կդառնան քեզ մոտ։ Փրկիր ինձ արյունիցը, ով Աստված, իմ փրկության Աստվածը, եւ իմ լեզուն կփառաբանե քո արդարությունը։ Տեր, բաց արա իմ շրթունքները եւ իմ բերանը կպատմե քո գովությունը, որովհետեւ դու պատարակ չես ուզում, եթե ոչ, ես կտայի քեզ եւ ողջակեզներին չես հավանում։ Աստծո ընդունելի պատարակները կոտրված հոգին է, կոտրված եւ փշրված սիրտը դու չես անարգել, ով Աստված։ Բարի արա Սիոնին քո քաղցությունովը, Երուսաղեմի պարիսպները շինիր, այն ժամանակ հաճո կլինեն քեզ արդարության պատարակները, ողջակեզները եւ մատաղները, այն ժամանակ արջառներ կմատուցանեն քո սեղանի վրա։ Ամեն։ Մեր Տերը դարձյալ կանգնել ենք քո խոսքի ներքո, քո ներկայության մեջ։ Եվ սպասում ենք, ով Տեր, որ դու խոսես մեր սրտերի հետ, ուսուցանես, կազդուրես, զորացնես, հորդորես, քաջալերես, հուսադրես եւ իհարկին հանդիմանես, ճշտես, ուղղության բերես ու փրկես։ Քեզ ենք հենված ով Սուրբ Հոգի Տեր, որ մեր մտքերը պայծառացնես եւ մեր հոգիները ընկալելու կարողություն եւ կամեցողություն շնորհես։ Փառք ու պատիվը միայն քեզ է նայել։ Հիմա եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Արդյոք երբևիցե կյանքում մի սխալ բան ասել եք կամ մի սխալ գործ գործել եք կամ մի սխալ միտք ձեր մտքով անց է կացել, որից հետո հասկանալով թե դա սխալ էր, դա անուղիղ էր, դա անարտար էր, դա անօրեն էր, հետևաբար խղճահարվեցիք եւ այդ արարքի, այդ խոսքի կամ մտքի համար քեշ զգացիք։ Ու եթե կարողանայիք ժամացույցը ետ տալ, ժամանակը ետ դարձնեիք, անմիջապես այդ խոսքը չէիք ասել, կամ այդ արարքը չէիք անել, կամ այդ միտքը չէիք մտածել, բայց դե էլ ինչ արած։
բանը բանից անց է գացել։ Եվ միայն մնացել է դատապարտության, հանցազգացության եւ ափսոսանքի դառը փորձառություն։ Եղել այդպես բանցես։ Եղել։ Ոմանք կարծում են, թե եթե երկար ու բավարար ժամանակ անցկենա այդ պատահարից, այդ եղելությունից, մեղադրանքը, հանցապարտությունը, the guilt, դատապարտությունը կամաց կանհետանա եւ արդարության պահանջքը կնվազի. demand for justice will diminish. Ոմանք էլ կարծում են, որ եթե որքան դրա մասին չմտածեն, չխոսեն, լեզվի չբերեն, ինչքան կարելի է դրան ծածկեն, դրանից խույս տան, դա ինքնաբերաբար կմոռացվի։ Եվ եթե նամանավանդ մեղադրյալ անձը փոխարենը սկսի բարեգործություններ անել, բարի եւ ուղիղ ապրել, մարդկային կթառած արարքներով զբաղվել, հավանաբար կարող պիտի լինի անցյալի մեղքերի դատապարտության եւ հանցապարտության այդ վիճակից քավություն գտնի եւ ուզում եմ քավություն բառը ձեր մտքի մեջ տեղավորել։ Այսպիսով հավանաբար այդ արդար պահանջքից պիտի արտարանա եւ ներում պիտի ստանա։ Բայց արդյոք սա իրապես հնարավոր է այս միջոցներով։ Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը մեղքից քավություն ստանալու համար։ Ինչ է նշանակում քավություն։ Ինչպես կարելի է մեղքից եւ հանցանքի դատապարտության կամ հանցազգացության այդ իրականությունից ազատվել, իրավ լվացվել, մաքրվել, սրբվել, արտարանալ աստվածաբանական խոսքով։ Ինչ հիման վրա է Աստված մեղավոր մարդուն քավություն տալիս, ներում, լվանում, սրբում եւ պատժից ազատում։ Based upon what? Մենք բոլորս ասում ենք Աստծո շնորհքով փրկվեցինք, բայց Աստծո շնորհքը ինչպես է աշխատում։ Հենց այնց օդի մեջից թափվում է առանց որևէ հիմնավորության, այդպես չի։ Աստված իր շնորհքը նենց աչքը փակած շնորհք չի շախ տալիս։ Այդպես չի։ Շնորհքը պարսկերեն ասում են հեսաբ քեթաբ ունի, գիրք ու կանոն ունի։ Առանց գրքի, առանց կանոնի, առանց դատական արդարության շնորհք անհնար է։ Ուրեմն ինչ է այս գիրքը, հաշիվը։ Այս Սաղմոսը Դավիթ թագավորի գրի առած երկերից եւ շարադրանքներից է։ Նա այս Սաղմոսը գրեց այն պահին, երբ արդեն իր զորապետներից մեկին, որի անունը Ուրիա էր, այդ Ուրիայի կնգա հետ Բերսաբեի անունով շնություն էր գործել։ Եվ Բերսաբեն Դավիթից հղացել էր։ Եթե ուզում եք այս պատմության մանրամասնությունները իմանալ, պետք է դարձնեք երկրորդ թագավորած 2 Samuel 11-րդ գլխին։ Այնտեղ կարդում ենք, որ Աստծո խոսքը մեզ հստակ ներկայացնում է, թե ինչպես Դավիթ թագավորը այդ իր շնության մեղքը ծածկելու համար ճանաց Ուրիային պատերազմի ճակատից ետուն վերադարձնել եւ բնականաբար իր կնոջ մոտ տուն ուղարկել նրան, որպեսզի նրանք իրարու հետ լավ ժամանակ ունենային, մտերիմ ժամանակ անցկացնեին, միգուցե իրարու հետ քնեին եւ այսպիսով Բերսաբեի հղությունը ըստ երևույթին կարողանային ամուսնուն վերագրել։ Եվ թագավորի գործած շնության մեղքը այդպիսով ծածկեին։ Դավիթ թագավորը Ուրիային ետ կանչեց եւ տուն ուղարկելու եւ իր կնկա հետ լավ ժամանակ ունենալու առաջարկ տվավ։ Եվ կարդում ենք, որ երբ Ուրիան պալատից դուրս էր գալիս, նրա հետևից նվեր ուղարկեց։ Բայց Ուրիան
որպես իր երկրի ազնիվ եւ նվիրյալ մի զինվորական մերժեց իր ամուսնական կյանքը վայելել, երբ որ իր զինակից պատերազմի ճակատում իր եղբայրները իրենց կյանքերն էին վտանգում իրենց երկրի ապահովությունը ապահովելու համար։ Եվ իր ազնվության եւ նվիրման հիման վրա հենված թագավորի տված հրամանը մերժեց, նվերն մերժեց եւ տուն չգնաց եւ կարդում ենք, որ այդ գիշեր Ուրիան պալատի դռան առաջին թագավորների ծառաների հետ քնեց։ Իսկ թագավորը առավոտյան նրան մի օր էլ Երուսաղեմում պահեց, պալատում պահեց, կարդում ենք 13-րդ համարում, որ նրան կերակրեց, խմցրեց, մինչև անգամ նրան արբեցրեց, որ միգուցե իր հարբած վիճակում տուն վերադառնար եւ իր կնկա հետ քներ, որպեսզի թագավորի ծրագրած գաղտնի ծրագիրը գործադրվեր, բայց այս անգամ նորից Ուրիան թագավորների ծառաների հետ նույնիսկ հարբած ժամանակում դռան առաջին քնեց եւ տուն չգնաց։ Երբ որ թագավորը տեսավ, որ իր շաքարապատ ջանքերը ապարդյուն չեղան, այս անգամ նա ավելի մի չարամիտ հնարք մտածեց։ Թագավորը պատերազմի դաշտում կռվող իր մյուս զորապետին Հովաբին հրամանագիր ուղարկեց եւ նրան հրամայեց, որ հիմա որ Ուրիան պիտի վերադառնա պատերազմի դաշտ, նրան դրեք պատերազմի ամենասաստիկ եւ ամենաթեժ առաջին շարքերում։ Եվ երբ որ նա ճակատում կռվում է, դուք ետ քաշեք, որպեսզի Ուրիան թշնամու առաջին առանձին մնար եւ թշնամու ձեռքով սպանվեր։ Հովաբն էլ այդպես արավ եւ Ուրիան պատերազմի դաշտում սպանվեց եւ ընկավ։ Ուրիայի մեռնելուց հետո կարդում ենք, որ նրա կինը Բերսաբեն սուգ նստեց եւ սուգ արավ։ Եվ կարդում ենք Աստծո խոսքի մեջ, երբ նրա սուգ անելու օրերը անցան, 27-րդ համարում Դավիթը մարդ ուղարկեց եւ Բերսաբեին իր տունը ընդունեց եւ նա թագավորի կինը եղավ եւ նրա համար որդի ծնեց։ Բայց ասում է Աստծո խոսքը, այս բանը Տիրոջ աչքին չար երևեցավ։ Այս բանը Տիրոջ աչքին չար երևեցավ։ This was evil before the Lord. Եվ այս անմիջապես համարից հետո գալիս է երկրորդ թագավորաց 12-րդ գլուխը առաջին համարը։ Եվ կարդում ենք, եւ Տերը, ինչ կարծում եք Աստված հենց նստեց ամոթ քեզ ուտար, այդպես ասեց, ոչ, թագավոր էր Դավիթը։ Անմիջապես հաջորդ համարում կարդում ենք Տերը Նաթանին ուղարկեց Դավիթի մոտ։ Նաթանը չգիտեր ինչ էր կատարվում։ Նաթանը Աստծո մարգարեն էր։ Երբ Տերը Աստծո մարգարեին ասում է վեր կաց գնա Դավիթին այս ասա, նա անում էր ինչ որ Աստված ասել էր։ Նաթանը մարգարե էր եւ Դավիթի մոտ գալով նրան մի պատմություն պատմեց։ Մի անարտար եւ հարուստ մարդու պատմություն պատմեց։ Նա ասաց, թե ինչպես այս հարուստ եւ անարտար մարդը, թեև ինքը շատ ոչխարներ, շատ հոտեր, շատ արջառներ ուներ, բայց դրանց մեկ կողմ դրավ եւ ճանապարհին գնալիս մի աղքատ մարդ, որ մեկ գառնուկ ուներ, այդ աղքատ մարդու գառնուկը առավ, մորթեց, իր համար կերակուր առավ, սարքեց, կերավ ուշտացավ։ Դավիթ թագավորը այս պատմությունը լսելուց հետո այս հարուստ մարդու գործած անիրավ եւ անօրեն արարքի վրա կարդում ենք, թե շատ բարկացավ եւ Նաթանին այսպես ասեց, ասեք ինչ ասեց Դավիթը. Կենտանի է Տերը, որ այս բան անող մարդը մահու որդի, այսինքն մահվան արժանի է։ Եվ այն գառը,
պետք է չորեքպատիկ հատուցանվի, որովհետև նա արել է այդ բանը, ըստ Մովսեսական օրենքի։ Այսինքն օրենքը մինչև վերջի կետը պիտի գործադրվի այս մարդու կատարած անօրենության համար։ Եվ հաջորդ համարը, եւ Նաթանը Դավիթին ասեց. այդ մարդը դու ես։ Այն մարդը դու ես։ Եվ մի քիչ վարը Նաթան մարգարեն Տերոջ կողմից ասում է. Տերն ասում է քեզ, թե ես քեզ թագավորացեցի, ես քեզ Սավուղի ձեռքից ազատեցի, ես քեզ տուն եւ կանայք տվի, եթե քիչ էր, այն ժամանակ կավելացնեի, իսկ ինչու համար Տիրոջ խոսքը անարգեցիր, նրա աչքին այդ չարությունը անելով քետացի Ուրիային սրով մերցրիր, ով մերցրեց, ում հաշվին նստեց այս մերցնելը, եւ նրա կինը քեզ համար կին առիր, բայց նրան Ամոնի որդկանց սրովը սպանեցիր, այսինքն դու սպանեցիր։ Այս բանի համար Տերը Դավիթի գլխին եկող բոլոր պատիժներն է հիշում։ Եվ 13-րդ համարի մեջ ասում է, որովհետև դու ծածուկ արիր, բայց ես այս բանը պիտի անեմ բոլոր Իսրայելի առաջին։ Եվ Դավիթն ասեց Նաթանին. մեղանչել եմ Տիրոջ դեմ։ Եվ Նաթանն ասեց Դավիթին. Տերն էլ ներեց քո մեղքը, չես մեռնել, բայց այն որդին, որ պիտի ծնվի քեզ համար, պիտի մեռնի։ Դավիթը Նաթան մարգարեի բերանով Աստծո խոսքի ուղիղ եւ արդար ճշմարտությունը, ողորմությունը, նաեւ հանդիմանությունը լսեց եւ այդ հանդիմանությունը լսելուց հետո անդրադարձավ, որ նա Աստծո դեմ մեղանչել էր եւ այդ իր մեղքից եւ դրա դատապարտությունից արտարանալու միակ միջոցը Աստծոց քավություն ստանալ էր։ Աստծո հետ վերահաշտվելու միակ ճամբան մեղքի պատասխանատվություն հանձն առնելն էր։ Դրանից զղջալը, դրանից դարձիկալը եւ Աստծո ողորմության վրա հենվելը։ Աստվածաշունչը մեզ ուսուցանում է այս Դավիթի օրինակով։ Եվ բոլոր մարդիկ նաեւ Դավիթի պես իրենց գործած մեղքերով եւ անփրկյալները իրենց մեղավոր բնությամբ այդ վիճակում են։ Հռոմեացիս 3:10-ի մեջ մարդկության անփրկյալ վիճակին ակնարկելով առաքյալն ասում է ամենքը մեղքի տակ են եւ արդար կամ ուղիղ անող չկա, մեկն էլ չկա, իմացող չկա, Աստծուն խնդրող չկա, ամենքը խոտորված են, բոլորը անպիտան են, համարը գիտեք։ Բարություն անող չկա, մեկն էլ չկա։ Ուրեմն այս Սաղմոսի ենթահողը որպես նախաբան հասկանալով անդրադառնում ենք, որ Դավիթի նման բոլոր մարդ արարածներս էլ երկու կարևոր հիմնական կարիքներ ունենք։ Առաջինը կարիք ունենք Աստծո հետ հաշտվել եւ հաշտ հարաբերության եւ հաղորդակցության մեջ շարունակել։ Երկրորդ կարիք ունենք հոգեվոր եւ բարոյական բնափոխություն ապրել։ Մենք դրան ասում ենք վերստին ծնունդ։ Սաղմոս 51-ը մարդ արարածից այս երկու հիմնական կարիքներն է մեզ բացահայտում։ Առաջին կիսում, առաջին 1-ից մինչև 8 համարների մեջ մարդու մեջ Աստծո կատարած բնափոխությունն է ցույց տալիս։ Այս կարիքների հոգատարությունը սկսում է մեղքերի համար քավություն ստանալու իրողությունից։ Իսկ երկրորդ կեսում այդ բնափոխության արդյունքն ենք տեսնում։ Ուստի այսօր եւ մի քանի շաբաթներ այս Սաղմոսի մեջ պիտի սուզվենք։
Դե կարևոր հիմնական վարդապետություններ կան այս Սաղմոսի ամեն մի տողի մեջ։ Եվ չեմ ուզում շատ արագ անցնեմ դրա վրայից։ Այս Սաղմոսը կարելի է 4 կետերի բաժանել, 4 բաժինների։ Առաջին բաժինը քավության խնդրանքը։ Քավության խնդրանքը։ Asking for քավությունը մոռացանք բան։ Դեկային դոմրի։ Երկրորդը քավության կարիքը։ Atonement։ Երրորդը քավության միջոցը։ Չորրորդը քավության արդյունքը։ Առաջին 3 համարների մեջ տեսնում ենք քավության խնդրանքը, the request for atonement։ 4-ից 5 համարների մեջ տեսնում ենք քավության կարիքը, the necessity of atonement։ 6-ից 7 համարների մեջ տեսնում ենք քավության միջոցը, the means of atonement։ 8-ից 19-րդ համարի մեջ տեսնում ենք քավության արդյունքը, the result of atonement։ Այսօր մեր ժամանակը միայն կբավե քավության մասին եղած խնդրանքի վրա կենտրոնանանք։ Դրա համար Դավիթը առաջին կետում, առաջին 3 համարների մեջ սկսում է Սաղմոսը ասելով. ողորմիր ինձ Աստված, քո ողորմության պես եւ քո մեծ ողորմության պես ջնջիր իմ անօրենությունները, իսպար լվա ինձ իմ անօրենությունից եւ սրբիր ինձ իմ մեղքից, որտեղ ես ճանաչում եմ իմ անօրենությունները, իմ մեղքը ամեն ժամանակ իմ առաջին է։ Նկատի առնելու ենք, թե Աստծո առաջին իր քավության խնդրանքը Դավիթը հիմնում է Աստծո ողորմության վրա ու միայն Աստծո ողորմության վրա։ Քիչ առաջ երկեցինք մեծ է անոր ողորմություն։ Նկատի առեք, որ նա Աստծո առաջին կանգնելիս իր գործած մեղքերը չի արտարացնում։ Պարագաները չի բացատրում, դե գիտես ինչ եղավ, դե գիտես Խրմեստանի տանիքները իրար վրա են նայում, ախր եթե պիտի ցանկիներ պիտի ասեմ, որ կան ցանկապատ չանեն, որ մյուս անգամ ես նայում եմ, կնքան չտեսնեմ։ Որևէ պատճառաբանություն չի տալիս։ Փորձության ենթարկվելու այդ պարագան չի մանրամասնում, չի վերհիշում։ Սրան նրան չի մեղադրում, նրա մեղքներ, այս է, այն պատճառը որ էսա, եթե այդպես չանայինք, այսպես չէր լինի։ Ընդհակառակը, առանց ուրիշ որևէ բան ասելու, առանց որևէ բացատրություն տալու, առանց որևէ ինքնարդարացման դիմելու, ճիշտ ինչպես երկրորդ թագավորացի մեջ կարդացինք, երբ որ Նաթան մարգարեից Աստծո հանդիմանությունը լսեց եւ Նաթանը նրան ասեց, թե այդ մարդը դու ես, անմիջապես թագավորն ասեց Աստծո առաջին մեղանչեցի, վերջակետ։ Նա իր մեղքերից քավության խնդրանք ներկայացնելու համար միմիայն եւ պարզապես լոկ Աստծո ողորմության դիմեց։ Իսկ ինչ է ողորմություն։ Ողորմություն նշանակում է մեկին չտալ այնինչ, որ նա դրան արժանի է։ Այսինքն հանցավորին, ով արժանի է իր գործած աներունության համապատասխան պատիժ եւ տուգանք ստանալ, նրան չպատժել, չտուգանել, այդ պատիժին եւ անեծքին չենթարկել։ Սա ողորմության դասական իմաստն է։ Երբ հանցավոր մարդը Աստծո խոսքն է լսում եւ Սուրբ Հոգին այն լսած խոսքի ճշմարտությունը ազդեցիկ անելու համար նրա հոգու մեջ մեղքի համոզում է կայացնում, նրան կարողություն է տալիս, որպեսզի անդադառնա, որ Աստված Սուրբ է, ինքը մեղավոր է։ Եվ իր լսած ճշմարտությունը այդ նույն պահին այնպես ազդեցիկ է անում, որ այն դատապարտելի անձ, այն մեղավորը անմիջապես կոտրվում է, փշրվում է, անգլերենով contrite spirit, կոտրված հոգի է առաջացնում Աստծո հոգին։
Եվ այս կոտրված անձը ինքնարդարացման բոլոր ջանքերից վազ է անցնում, որովհետև գիտակցում է, որ նա սուրբ, կատարյալ, ամենատես, ամենակետ եւ արդար Աստծո դատարանի առաջ է կանգնած եւ ինքը որևէ դատ չունի այնտեղ վարելու. He has no plea. Քիչ առաջ երկեցինք. Մերկ եմ, ծարավ եմ, աղբյուրիդ վազեմ. Եթե Աստված պիտի նրան ների, նա կներվի, եթե Աստված չների, չի ներվի. Դա միայն պիտի կատարվի ողորմության համեմատ. Այն էլ Աստծո մեծ ողորմության համեմատ. Ուրիշ ոչ մի այլ հիմքով հնարավոր է մեղավորին իր մեղքի դատապարտությունից ազատվել. Այս հիման վրա է, որ Դավիթ թագավորը այս Սաղմոսի մեջ, այս մեկ համարի մեջ 3 անգամ ողորմություն բառը կրկնում է. Աստվածաշնչի մեջ մի բան, որ կրկնվում է, դա շեշտ է ցույց տալիս մեզ, կարևոր է. Սա ցույց է տալիս, թե այս համարի մեջ ողորմություն բառը բանալի սկզբունք է, բանալի գաղտնիք է, խիստ նշանակալի է եւ չափազանց կարևոր եւ կենտրոնական է, central. Նկատի առեք, թե ոչ թե միայն կրկնվում է այս ողորմություն բառը, այլ այս եռապատիկ կրկնությունը գնալով ավելի շեշտակի է դառնում. It's progressively more important, given more importance. Տեսեք, առաջին անգամ ողորմիր, երկրորդ անգամ քո ողորմության, երրորդ անգամ քո մեծ ողորմության. Տեսնեք ինչպես է շեշտը ավելանում. It's from the lesser to greater progression. Փոքրից մեծ հարաճանում է. Այս գրականության ոճի մի ձև է, գործիք է, որ Աստվածաշնչի մեջ երբ որ տեսնում ենք այս հարաճադիմական քայլը, որ ավելի աննշանից դեպի նշանավորը հարաճանում է, ուրեմն դրա մեջ պետք է դուք կանգնեք եւ հասկանաք դրա իմաստը. Ցածրից մինչև բարձր շեշտի հարաճացում կա. Բնակիր եբրայեցերեն լեզվի մեջ այս համարի մեջ մեծ ածականը, որ կարդում ենք, մեծ է քո ողորմություն, կամ քո մեծ ողորմության անունով. Մեծ բառը նշանակում է շատ առատ, abundant. Նշանակում է բազմապատիկ, multiplied. Նշանակում է գերազանց, excellent. Նաև ողորմություն բառը բնակիր եբրայեցերեն լեզվով նաև նշանակում է Աստծո ամրակուր, անխափան, անսասան, steadfast, սեր, love, chesed, mercy, անգլերենով. Այն սերը, որ ուխտային հիմքի վրա լինելով, մեր արարքներից չի ազդվում, ու իր կատարած երդումը մեր անազանդություններից ետ չի կառնվում. Պինդ է, անխախտ է, steadfast է, ամրակուր է, հաստատուն է, հավատարիմ է, անփոփոխ է, ճիշտ Աստծո պես. Wonderful, right? Steadfast love of God. Եթե Աստված ողորմած չլիներ, նրա այս ստորոգելին այսպես ամրակուր չլիներ, ո՞ր սիրելիներ, մարդ արարածներից որևէ մեկս երբևիցե փրկվելու որևէ հույսի նշույլ անգամ պիտի չունենա. Եվ բոլորս անտարակույս հավիտենապես դժոխքում պիտի անցկացնենք մեր բոլոր հավիտենականությունը արտարգելով. Այս հիման վրա է Պողոս առաքյալ Աստծո ողորմության մասին ուսուցանելիս Աստծո խոսքը գրի առնելով Եփեսացիս 2-րդ գլխի մեջ Ephesians 2 1-ից 3 համարներում 1-3 Մարդ արարածիս հոգևոր բնածին պիղծ, չար, լիովին պղծված, բարոյապես մեռած վիճակը ներկայացնելուց հետո
4-րդ համարում ասում է բայց կարծես թե հույսի դուռ է բացում մեզ համար։ Լույսի դարպասներ են բացվում մեզ համար։ Քավության դռներ են բացվում մեզ համար։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, արևմտահայերի մեջ ասում է, բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, նույն բառն է, abundant in his steadfast love or mercy։ Երբ որ Աստված մեծ է ողորմությամբ իր շատ սիրույն համար, որ մեզ սիրեց, երբ մեռած էինք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ։ Նկատի առնենք Աստված, ով մեծ է ողորմությամբ, Աստծո ողորմությունը խիստ մեծ է սիրելիներ, չափազանց բազմապատիկ է, չափազանց առատ է, անզննելիաբար անսասան է, ամրակուր է, որովհետև մեր Աստվածը անսասան է։ Պատճառը, որ մենք մեր մեղքերի դատապարտությունից ազատվելու եւ Աստծո հետ հաշտվելու հույս ունենք, եւ այդ հույսը իրականանում է մեր կյանքի մեջ հավատքի միջոցով, Քրիստոսի մեջ Աստծո շնորհքով, այն է, որովհետև Աստված ողորմած է, նրա ողորմությունը առատ է եւ Աստծո ասում է, որ նրա ողորմությունը նորոգվող է, միշտ նոր է, միշտ թարմ է, երբեք չի պակասում, երբեք expire չի լինում, չի հնանում, չի փթում, չի մաշվում, գործից չի ընկնում, դեմոդե չի լինում, version-ը չկա, որ պետք է download անես, որ եթե այդ version-ը չունենաս, Աստծո ողորմությունը քո hardware-ի վրա չի աշխատի։ That's not how it is. Ողբ Երեմիա 3:21-ից մինչև 23 Lamentations 3:21-23 Աստծո խոսքը մեզ հետևյալն է սովորեցնում, ասում է Մարգարեն է ասում, սրանք եմ միտք բերում, ուրեմն եւ հույս ունեմ։ Ինչ է միտք բերում Մարգարեն։ Ինչի վրա է հույս դրել, թե Տիրոջ ողորմությունները հոգնակի կերպով, ողորմություններն են, որ չվերջացանք, այսինքն միջից չգնացինք, որովհետև նրա գթությունները չպակասեցին, դրանք ամեն առավոտ նորանոր են, նորոգվում են, ճիշտ իմանում է թարմ հացի, ամեն առավոտ թարմ է, իր լիազոր ազդեցությունից մի գրամ չի պակսում, շարունակապար։ Երկրորդ օրինաց 4:31-ի մեջ Deuteronomy 4:31 Աստծո խոսքը մեզ մեր Աստծո մասին այսպես է ուսուցանում։ Տեսեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Քո Յահվե Աստվածը ողորմած Աստված է։ Այսինքն չմոռանաս։ Նա քեզ չի թողել եւ քեզ չի փչացնել։ Եվ քո հայրերին արած ուխտը չի մոռանա։ Պատճառը, որ Աստված այսպես է, որովհետև Աստված ուխտ է անում, ուխտային կերպով է վարվում մեզ հետ։ Իր սերը մեր հանդեպ, իր ողորմությունը մեր հանդեպ, իր բոլոր ստորոգիների բացահայտությունները մեր հանդեպ ուխտի հիման վրա է, մեր արարքներից կախյալ չի։ Սաղմոս 36:7-ի մեջ Սաղմոս երգողը Աստծուն ասում է, ինչ պատվական է, այդ ինչի վրա մի հատ երկարացման նշան պետք է դրվի, այդ էլ մեծ նշան, ինչ պատվական է քո ողորմությունը, ով Աստված, որ մարդկանց որդիքը քո թևերի շուքի տակ են ապավինած, ինչու են ապավինում Աստծու ժողովուրդը Աստծուն, ինչ իման վրա, իր այս մեծ պատվական ողորմության հիման վրա։ Ապավինել նշանակում է հանգստանալ, խաղաղություն գտնել, ապահովություն ունենալ, վտանգից ազատվել, վնասից հեռու մնալ, վստահել, հանգչել, մի խոսքով, հավատալ, խաղաղվել, հաշտվել։ Դանիել մարգարեության 9:9 Դանիել 9:9 Դանիելը Աստծուն է աղոթում եւ այսպես ասում.
Մեր Տեր Աստծունն է, այսինքն it belongs to our God։ Ինչը։ Մեր Տեր Աստծունն է, ողորմությունը նրան է պատկանում։ Եվ ներողություն, այսինքն ներողամիտ լինելը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ։ So մենք կարիք ունենք Աստծո ողորմության։ Իր աղոթքի վերջավորության Դանիելը այդ 9-րդ գլխի 18-րդ համարում Աստծուն աղոթելիս եւ իր ժողովրդի եւ իր անհրաժեշտությունների համար ներում եւ քավություն խնդրելուց հետո իր աղոթքը Աստծո ողորմության վրա է հենում եւ ասում է, որովհետեւ ոչ թե մեր արտարությունների համար ենք աղաչում, մենք աղոթելով քո առաջին, այլ քո շատ ողորմությունների համար։ Մենք Աստծուն աղոթում ենք ոչ թե որտեղ մենք շատ արժանի ենք, մենք բանի արժանի չենք։ Եթե մի բան կար, որի արժանի ենք, դատապարտություն է։ Բայց Աստծուն աղոթում ենք եւ վայելում ենք Աստծուն, Աստծո ողորմության հիման վրա հաստատված։ Աստծո դեմ մեղանչողը, Աստծո դեմ թշնամության եւ արդար բարկության տակ է գտնվում։ Աստծո դեմ անհաշտ լինելը սարսափելի տարավիճակ է։ Ալեկոծ վիճակ է, տակն ու վրա կյանք է։ Այս վիճակից ազատվելու միայն հույսը Աստծո առատ ողորմությունն է, որովհետև մարդուս գործած բարեգործությունները անբավարար են նրան Աստծո առջև արդարացնել։ Ուստի Դավիթը իր գործած մեղքի եւ անօրենության հանցապարտությունից ազատվելու եւ քավություն ստանալու համար Աստծուն է դիմում։ Իր խնդրանքը ուղղում է Աստծուն, ընել Աստծո ողորմության, ընել Աստծո մեծ ողորմության։ Ուրեմն երկրորդ համարի մեջ Սաղմոս 51-ի մեջ կարդում ենք. այս է խնդրում Աստծուց. Իմ անօրենություններս ջնջիր, իսպար լվա ինձ իմ անօրենությունից եւ ինձ սրբիր իմ մեղքերից։ Գիտեք ինչ է նշանակում իսպար? Գրապարը, հայերենը։ Իսպար, այսինքն մինչև վերջին սպառում, անգլերենով to the most exhaustive extent, մինչև որ վերջի սպառված մոմենտ, իսպար, այսինքն thoroughly, լրիվ, կատարելապես, բան թող դուրս չմնա, լրիվ կերպով, ամբողջովին կերպով, կատարելաբար, լրիվաբար ինձ լվասում է։ Գիտեք մենք երբ որ մանավանդ COVID-ի ժամանակ հիշում եք, օճառ չէր գտնվում։ Գնում ես խանութ օճառ առնելու, օճառ չկա։ Ինչու՞, որտեղ մարդիկ օճառ էին առնում։ Վախենում էինք, որ այլևս Ամերիկայի մեջ օճառ չի գտնվի։ Ես ամե 15 հատ գալոն առնեմ, որ հետո կյանքից մեջ օճառ պետք չունենա։ Այդպես այն մեզ ցուցադրում։ Երբ որ մենք ուզում ենք մեր ձեռքերը լվան կեղտից, աղտից, ինչ ենք անում։ Օճառով եւ ջրով շփում ենք եւ պղպճակները առաջանում եւ մենք դրում ենք ջրի տակ, հոսուն ջրի տակ եւ լվացում ենք եւ մաքրվում ենք։ Իրապես մաքրվում ենք, բայց ինչպես է մաքրվում։ Երբևիցե մտածել եք այդ միկրոբը որտեղ գնաց։ Ինչպես է օճառը մեր ձեռքի վրայից այդ միկրոբը հանում։ Այս է։ Երբ որ մենք լվանում ենք մեր ձեռքերը օճառով, օճառը մեր ջրի հետ խառնվելով եւ շփվելով պղպճակները հարաճացնում։ Եվ այդ պղպճակները սահուն են, լպրծուն են։ Եվ այդ մեր ձեռքերի վրա փոշի, աղտը, կեղտը փոխարեն մեր մորթին կպնելու մագնիսական ուժով, էլեկտրոնային մագնիսական ուժով փակում են այդ պղպճակին։ Պղպճակի ձգողական ուժը ավելի է, քան թե մեր մարմնի ձգողական ուժին։ Եվ այդ կեղտերը, միկրոբները, վիրուսները կպնում են այդ պղպճակին։ Եվ երբ դնում ես հոսուն ջրի տակ, լպրծուն կերպով լվացվում են, այդ միկրոբը քեզանից հեռացվում է։ Այդպիսով դու լվացվում ես։ Այս նույն պատկերաբանությամբ հոգևորապես էլ նույնն է սիրելիներ։ Մեղքից,
հանցանքի, անազանդության կեղտից, աղտից մաքրվելու համար, հոգեպես լվացվելու, մաքուր, արդար լինելու համար, guilt-ից ազատվելու համար, մեզ վտանգող եւ վնասող, վնասակար մեղքի, կապանքից ու պատժից լվալու համար, Աստծո փառքությունից ազատվելու համար, մենք քավության կարիք ունենք։ Ոչ թե ներման, քավության կարիք ունենք։ Կհասնենք ներման մի քիչ հետո։ Դավիթ Աստծուց խնդրում է, որ Աստված նրան լվացանման լվա։ Իր անօրենության արդար հետևանքը անեծքը նրանից հեռացնի, մաքրի, նրան ամբողջովին մաքուր անի։ Նաև երկրորդ բան է խնդրում Դավիթը։ Դավիթը Աստծուց խնդրում է, որ Աստված իր առատ ողորմության սիրո համեմատ նրան սրբի։ Լվալը եւ սրբելը երկու տարբեր բաներ են։ Մենք որպես հոմանիշ ենք գործածում, որտեղ հայերեն լավ չենք իմանում։ Ասում ենք սեղանը սրբիր։ Չէ, սեղանը մաքրիր։ Բայց երբ որ մաքրում ես, հետո ես սրբում, այսինքն նպատակավորում ես, որ կերակուր պիտի ուտես այդ սեղանի վրա։ Այդ սեղանի վրա ցեխոտ բաներ չենք մաքրում։ Օթոյի էնջին չենք բացում։ Այդ սեղանը կերակուրի համար ենք պատրաստում, նպատակավորված ենք լվանում։ Երբ որ նպատակավորված ես լվանում, մի հատուկ նպատակի համար ես լվանում, դա լինում է սրբագործել։ Այսինքն մեկ կողմ ես դնում հատուկ նպատակի համար ծառայելու։ Դրա համար Դավիթն ասում է ինձ սրբիր։ Այսինքն այդ նպատակի համար գործածության հարմարացրու, հաշտեցրու, reconcile it, bring it to a condition, որ կարող են կերակուր տնենք դրա վրա եւ չխանգարվի, իրարու հետ հակասություն չունենան։ Ուրեմն տեսնում ենք, որ այս երկու արարքների հիման վրա, այսինքն հեռացման եւ հաշտեցման արարքներն ենք խոսում այստեղ։ Այս երկու արարքներն են, որ երբ միասին են գալիս, սա լինում է քավություն, atonement։ Ներում քավության արդյունքն է։ Երբ որ քավություն է տեղի ունենում, դու ներված ես համարվում։ Ուրեմն, մեղքերի քավությունը իր մեջ երկու ազդակներ ունի։ Երկու բաժիններից է բաղկացած։ Քավության առաջին բաժինը, իմաստը, այն է, որ քավություն անելով Աստված դարձի եկող, զղջող, ապաշխարող, կոտրված հոգիով իր մեղքերը խոստովանողին նրա վրայից իր guilt-ը կամ հանցապարտության պատժի պատապարտականությունը, արդար պատիժը նրանից հեռացնում։ Ճիշտ այն վիրուսի նման, որ օճառի պղպճակները նրանից հեռացնում են։ Հիշում եք 5 տակարանի մեջ, երբ որ մեկը մարդ էր սպանում, պիտի կանչեին եւ նրա մեծ ուլիկ պիտի բերեին, նրա ձեռքը պիտի դրեին ուլիկի վրա, հետո պիտի աղոթեին եւ այդ ուլիկին պիտի անապատ ուղարկեին։ Դուրս, քամփից դուրս, վրանից դուրս։ Այս նույն պատկերն է։ Մեղքի հանցապարտությունը մեզանից հեռացում է։ Այս քավության առաջին մասն է։ Անգլերենով սրան ասում են expiation։ Տեսեք այն sign-ի վրա գրված է exit, այսինքն դուրս գնալու։ Expiation, այսինքն մեզանից դուրս է շպրտվում, այնինչ որ մեզ դատապարտում է։ Սա քավության առաջին իմաստն է, հեռացում։ Այսինքն մեր վրայից այդ դատապարտությունը դուրս է գալիս, բայց օդի մեջ չի կախվում։ Աստված գորքի տակ չի լվանում դրան, ոչ։ Աստված արդար է, այդ մեղքը պիտի պատժվի։ Բայց այդ պատիժը մեզանից դուրս է գալիս եւ դրվում է օճառի բղճակի վրա։ Ո՞վ է օճառի բղճակը։ Ինչն է մեզ ամեն մեղքից սրբում։ Տեր Հիսուս Քրիստոսի արյունը, որ մեզ սրբում է ամեն մեղքից։ Դրվում է Հիսուսի վրա։ Այդ հոսող աղբյուրը քիչ առաջ երկեցինք։
Մեր աղտոտությունները Տերը իր վրա է առնում։ Իսկ քավության երկրորդ բաժինը այն է, որ այս առաջին բաժինը տեղի ունենալու հիման վրա այն Աստվածը, որ այդ մեղավորի վրա բարկացած էր, սուրբ արդար զայրույթ ուներ, որովհետև այս առաջին հեռացումը արդար կերպով տեղի ունեցավ, ուրեմն Աստծո դիրքը այս մեղավորի, որի վրայից լվացվել է, բարկությունը իջնում է։ Հայերենսյան ասում ենք, Աստված ողոքվում է, Աստված հանգստանում է։ Ինչ հիման վրա։ Որովհետև Աստծո դատարանի առաջին թեպետ Աստված մեր վրայից մեր պատիժը եւ մեղքը հանեց, հեռացրեց, expiate արավ, exit տվավ։ Բայց դա չի նշանակում, որ այդ մեղքը մնաց անպատիժ։ Երբեք։ Այլ Աստված թեպետ մեր դեմ ողորմած է գտնվում, բայց նույն ժամանակ արդարել է։ Եվ այդ մեղքի պատիժն ու անեծքը ուրիշի վրա է դնում, Հիսուսի վրա է դնում։ Մեր տեղ եւ մեր փոխարեն այդ մյուս անձին է պատասխանատու բռնում եւ նրան պատժում։ Եվ նրան վստահողը այդ պատժվածի արդարությունը կամ արդարացված լինելը մեր հաշվին է անցկերնում։ Imputed righteousness. Ուրեմն, Աստծո խոսքը տեսեք ինչ է սովորեցնում այս complex transaction-ի մասին։ 53-րդ գլխին Եսայի մարգարեության 53-րդ գլխի մեջ 4-րդ համարից Աստծո խոսքը մեզ ուսուցանում է, թե Հիսուս Աստծո օծյալ Մեսիան ասում է նրա մասին 53:4 մեր ցավերը վեր առավ, հիշեք այդ օճառի պղպճակը, մեր վշտերը բեռնեց իր վրա, մենք նրան պատուհարված համարեցինք, Աստծուց զարկված, նկուն եղած, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց, մեր անօրենությունների համար հարվածվեց ծեծկերով, մեր խաղաղության պատիժը, ինչ խաղաղության մասին է խոսքը, Աստծո այդ ողոքման մասին է խոսքը, Աստծո հետ հանդարտ վիճակում գտնվելու մասին է խոսքը, մարդու եւ Աստծո միջև խաղաղություն տիրելու, Աստծո բարկությունը իջնելու մասին է խոսքը։ Մեր խաղաղության պատիժը, Աստծո բարկությունը դենց օտոմատիկ իրեն չի իջնում։ Աստծո խաղաղության, Աստծո բարկությունը խաղաղվելու համար մեղքը պետք է պատժվի։ Ուրեմն մեղքը խաղաղություն վայելելու համար պատիժ ունի։ Խաղաղությունը ծրի չի։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ահա տեսնում ենք Հիսուսի փոխանորդական կյանքի եւ մահի այս իրականությունը, որ այս փոխանորդական կյանքին եւ մահին վստահողը, նրան հավատացողը, դրան հենվողն է, որ կարող է իր մեղքերից քավություն գտնել։ Դրա համար ասում ենք, որ Տեր Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Շատ համառոտ է, շատ խիտ է, շատ հասարակացված լեզու է, որպես մենք բոլորս հասկանանք, բայց ետևը կա շատ բարդ աստվածաբանություն։ Հիսուսին վստահողի դեմ Աստված իր բարկությունից հանգստանում է։ Խաղաղություն է տեղի ունենում։ Աստծո հետ հաշտվում ենք փոխանորդական այս զոհի հիման վրա։ Propitiation, այսինքն փոխանորդաբար այդ սեպվում է մեզ։ Ուրեմն ունենք expiation and propitiation, հեռացում եւ փոխանորդակար ողոքում։ Այս երկուսը երբ որ միասին են գալիս, սա կոչվում է քավություն։ Այս երկու հիմնակարերի վրա քավություն է տեղի ունենում։ Եվ քավություն է տեղի ունենում,
այն ժամանակ այդ քավության ենթարկվող մեղավորը Աստծո առջև անմեղ է կանգնում, արտարացված է կանգնում, ներված է համարվում, շնորհված է համարվում։ Այդ դրա համար է, որ ասեցի, Աստծո շնորհքը հենց այնց օդի մեջ չի շաղտրվում, այս քավության հիման վրա է տեղի ունենում։ Հաշիվ այս է։ Ուրեմն Դավիթը Աստծո ողորմության վրա հենված Աստծուց քավություն է խնդրում։ Լվա ինձի, սրբիր ինձի, մաքրիր ինձի, ինձ քո նպատակներիդ համար հարմարացրու, իմ հետ հաշտվի, reconcile with me։ Երբ որ մենք Աստծո հետ ենք հաշտվում, մենք Աստծո հետ ենք միանում։ Ճիշտ ինչպես որ կերակուրը դնում ես սեղանի վրա, որ մաքրել ես, սրբել ես այդ նպատակի համար, այդ կերակուրն ու այդ սեղանը նույն plane-ի վրա են։ Միացած են։ Ուրիշ տեղ չես գնում, որ այդ կերակուրից ուտես, գալիս ես այդ սեղանից ես վերցնում։ Նույնն էլ մենք։ Երբ որ մեր մեղքերը մեզանից լվացվում են Հիսուսի միջոցով, եւ մեզանից հեռացվում է Աստծո բարկություն, Աստված ողոքվում է մեր վրա, մենք լինում ենք Աստծո հետ միացված Քրիստոսի մեջ եւ դառնում ենք Աստծո հետ միացված։ Դրա համար մենք դառնում ենք Աստծո սեփականություն։ Այդ հիման վրա որ մենք կարող ենք ասենք մենք Աստծո ընտանիք ենք լինում, Աստծո որդիք ենք լինում։ Արտարացումից հետո գալիս է որդեգրությունը։ Լինում ենք Աստծունը, Աստծո մալը, Աստծո ունեցվածքը, հաշտվում ենք Աստծո հետ։ Մենք Հիսուսով փրկյալներս այս փորձառությունը ունենալով չի նշանակում, որ կատարյալ սրբեր ենք դառնում ու այլևս մեղք չենք գործում։ Ոչ, այդպես չի։ Մեր փորձառական կյանքի մեջ, մեր սրբագործության կյանքի մեջ մեղքել ենք գործում, գիտակից եւ անգիտակից, սխալներ ենք թույլ տալիս։ Երբեմն անդադառնում ենք, մեղադրվում ենք, հանցապարտ ենք զգում, երբեմն չենք էլ անդադառնում անգամ։ Մենք ամեն օր մեղք ենք թույլ տալիս, եւ չենք անդադառնում։ Դրա համար, երբ որ Աստծո խոսքի ճշմարտությունը կարդում ենք կամ լսում ենք, եւ Աստծո խոսքը մեզ իր լույսի տակ մի բան է ցույց տալիս մեզ, որ մենք պետք չէ այդպես անենք կամ պետք է այդ անենք, այն ժամանակ խրատվում ենք, հորդորվում ենք, քաջալերվում ենք, որ ուղիղը անենք եւ մեր մեղքից ետ դառնանք։ Ուրեմն հավատացյալի կյանքի մեջ, նրա աղոթքի մեջ, առօրյա աղոթքի մեջ պիտի տեղ ունենա առօրյա ապաշխարություն, առօրյա մաքրություն, առօրյա լվացում, շարունակապար սրբվել, շարունակապար նորոգվել Աստծո հետ մեր միացումը։ Եվ մեր խիղճը Աստծո առջև շարունակապար նորոգել, մաքրել, որպեսզի խղճի խայտ չապրենք։ Սա մեր առօրյայի բնական փորձառությունը պետք է դառնա։ Հիմա հարց տամ ձեզ։ Սիրելի հավատացյալ եղբայրներ քույրերս։ Երբ վերջի անգամ որ դու անդադարձար քո գործած սխալին, հիշում եք Կարոզի զգստմավորության հարցրեցի, մի բան արել եք, որի համար փոշմանակ եղել։ Երբ վերջի անգամ որ անդադարձար, որ մի բան սխալ է, մեղք է, թուլություն է, հանցանք է, հակասուկրային է, Քրիստոսի աշակերտի վայել չի, Աստծո զավակին անվայել է, անպատշաճ է։ Ինչ արեց։ Լավ, մոռանանք դրա մասին չխոսենք։ Այդպես արեցիր, թե ոչ ասեցիր ով Տեր։ Քո առաջին մեղանչեցի մերից։ Քո մեծ, առատ, բազմապատկված ողորմությամբ եմ դիմում։ Ճիշտ ինչպես ինձ այն օրը իմ փրկությանս համար ինձ ներեցիր, այս մեղքն էլ նրանց հաշվին Հիսուսի վրա դիր։ Պղպճակով ինձ լվա։ Հիսուսի արյունով մաքրեց, սրբեց, քո
կերակուրները ցուցադրելու, քո խոհանոցիդ համեղ բաները իմ վրաստիր, որ ես գործածվեմ, քեզ հրամցնեմ ժողովրդին, որ ես ու դու միանանք, հաշտի ենք։ Դրա մասին կխոսենք հետո, մի քանի շաբաթից հետո։ Իսկ տակավին անփրկյալ սիրելիների համար։ Ես չգիտեմ դու փրկված ես կամ ոչ։ Եթե տակավին փրկված չես, եթե կա մեր մեջ մեկը, որ փրկված չի այսօր։ Եթե տակավին Հիսուսին քո հավիտենական կյանքի համար չես վստահել։ Վատ լուրը այն է, որ դուք տակավին կեղտոտ կյանք եք ապրում։ Աստծո աչքի։ Կարող է շատ մաքուր մարդ ես, բայց քո աչքին ես մաքուր երևում։ Եվ տակավին երկրորդ մասում Աստված բարկացած է քո վրա։ Սուրբ զայրույթով։ Ասխոսն ասում է Տերը անփրկյալի վրա, մեղավորի վրա ամեն օր շարունակապար բարկացած է։ Սա ահավոր է։ Եթե այդ վիճակով երկրավոր կյանքդ վերջացնես, դու կմնաս Աստծո առաջին անպաշտպան, դատապարտված եւ ենթարկվես նրա շատ ահավոր պատժին բարկության։ Դրա համար է, որ Աստված իր որդին աշխարհ ուղարկեց մեր նման մեղավոր մարդկանց համար, որպեսզի մենք նրանով մեղքերի քավություն ունենանք։ Մեզանից հեռացվի եւ Աստված բողոքվի եւ մենք Աստծո հետ մաքրված եւ սրբված կյանքեր ապրենք, հաշտվենք։ Առաքյալ դրա համար ասում է. աղաչում եմ ձեզ Քրիստոսի անունով, որ Աստծո հետ հաշտի եք։ Որտեվ նա որ մեղք չուներ, մեր մեղքերի համար ինքն մեռավ։ Եվ ինքն ասեց. նա որ ինձ վստահի, նա որ ինձ հավատա, հավիտենական կյանք ունենա։ Հարստան։ Կա այսպիսի մեկը մեր մեջ այսօր։ Եթե դու ես, տեսնում ես, որ դու Աստծո առջև տակավին Հիսուսի ընդունելությունը չունես, եթե Տերը քո սրտիդ հետ է խոսում, դա Աստծո խոսքն է, որ քեզ անդրադառնալ է տալիս Տիրոջ ճշմարտությունը։ Պատվիրում եմ քեզ, որ դու Տիրոջ առջև այս Աստծո թակոցը, այս Աստծո խոսքը, ճշմարտությունը լուրջ առնես։ Եվ Դավիթի պես, երբ Տերը խոսքը իր խոսքով քեզ հանդիմանում է, դու չարտարացնես քեզ։ Եվ ասես ով Տեր, քո դեմդ մեղանչեց, քո ողորմությունով, քո մեծ ողորմությունով, իմ անհնարություններս իսպար լվա, ինձ սուրբ է։ Եվ Աստված երբեք հավատքով իրեն դիմողին դուրս չի անի։ Եթե կա մեկը այսպեսին թող աղոթե, հավատացյալներս էլ մենք մեր առօրյան աչքի անցկացնենք եւ Դավիթի պես Տիրոջ առջև գնանք եւ Աստծո ողորմությանը փառենք։ Փառք տանք, որ մեր վրա Աստծո ողորմությունը իջավ։ Եվ մեր առօրյա մեղքերից է Աստծո ողորմությանը դիմենք, որպեսզի առօրյա սրբագործությամբ ապրենք այնպես, ինչպես որ Տերը պահանջում է մեզ իր խոսքի մեջ։ Այստեղ կանգ պետք է առնեմ եւ Սաղմոսի մնացած մասը հաջորդ շաբաթներում պետք է զերծենք։ Աղոթենք։ Փառք ես մեր Տերը, մեր Աստվածը ողորմած Աստված, առատ ողորմության։ Մենք էլ Դավիթի նման կանգնում ենք քո առաջիդ եւ ասում ենք Տեր, մենք էլ ունենք մեր կյանքի մեջ մեղքեր, ակամա եւ կամա, գիտակից եւ անգիտակից, մեծր կամ չնչին կարծված։ Բայց քո առաջին Տեր, որովե մեղք է, մեծ կամ պստիկ։ Խնդրում ենք Տեր, որ մեզ քո ողորմության համեմատ վարվես եւ մեզ չսեպես մեր մեղքերը, այլ մեր տեղ ապրող, մեր փոխարեն մեռնող Տեր Հիսուսի արժանիքով մեզ շարունակապար մեր ոտները լվաս, որպեսզի կարողանանք սեղանին նստել։ Աղաչում եմ Տեր նրանց համար, ովքեր
Առաջին անգամ ունելով քո խոսքի ճշմարտությունը իրենց սրտի մեջ ընդունեցին։ Դու գիտես սրտերը, Տեր, ես չգիտեմ։ Դու տեսնում ես ամեն մարդկանց սրտերը։ Եթե կա մեր մեջ մեկը, որ քեզ դիմեց աղոթքով քո ողորմությանդ, որպեսզի փրկություն ստանա, մեղքերի քավություն ստանա, Տեր, խնդրում եմ, որ նրան էլ լվաս, հեռացնես։ Եվ քո փոխանորդական կյանքի ու մահի աստեցությամբ, դրա սրբագործության զորությամբ նրան էլ սրբես, հաշտեցնես քեզ հետ եւ քեզ որդեգրելով դու փառավորվես։ Տաս փրկության ցնծությունը բոլորիս մեջ։ Իբարս քեզ։ Ամեն։